Քարոզչության եւ հակաքարոզչության այս կոշտ արգելքը, որը այս օրենքի նախագծով նախատեսվում է, մեր տեսանկյունից բացարձակ հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին որոշակիության սկզբունքին, որովհետեւ որոշակիության սկզբունքը պահանջում է, որ օրենքով նախատեսված ցանկացած նորմատիվ վարքագիծ պետք է լինի հստակ։ Իսկ ես բերեմ օրինակ, ինչու՞ է անհստակություն։ Օրինակ, երբ որ ձեզ ասում են կուսակցության դեմ քարոզչության բացարձակ արգելք, Նախ ժամկետը չի սահմանափակված այս օրենքով։ Չի սահմանափակված, որ ժամկետի մասին է խոսքը գնում։ Գրած է, որը իրականացնում է, այսինքն երբ դա հստակ չի։ Եվ երկրորդը պարզ չի, թե ինչ է նշանակում հակաքարոզչություն։ Մենք դրա շատ կոնկրետ օրինակները գիտենք, եւ այդ օրինակն է, որ ըստ էության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձել է ներկայացնել մեզ որպես հակաքարոզչություն։ Վաղաշաբաթի ընտրություններից անմիջապես առաջ, եթե դուք հիշում եք, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվեց Հովանավանք վանքային համալիրի գրավում։ Բառի բուն իմաստով ուժային գրավում իրականացրեց։ Մենք այդ ուժային գրավման հետ կապված Հայաստանի Հանրապետության դատախազությանը ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին, եւ այդ հաղորդումը ներկայացնելու ժամանակ բնականաբար ձեզանից ոմանք նույնիսկ ընդդեղներ երևի ներկային, ենթադրաբար մենք ելույթներ ենք ունեցել հիմնավորելով մեր ներկայացրած հաղորդումը հանցագործության մասին։ Եվ անկեղծորեն հավատում ենք, որ դա այո հանցագործություն է տեղ ունեցել կամ առերևույթ հանցագործությանը համապատասխանող արարք է տեղ ունեցել։ Հիմա մենք ելույթ ենք ունեցել դրա մասին։ Դա հակաքարոզչություն է վաղարշապատում ընտրություններին մասնակցող քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուների դեմ։ Մեր կարծիքով բացարձակ հակաքարոզչություն չի։ Հիմա պատկերացրեք նույն ձևով, եթե ենթադրենք ես փողոցով գնում եմ եւ քաղաքացիական պայմանագրի կամ ցանկացած ընտրություններին մասնակցող կուսակցությունից որևէ մեկի, որևէ անդամ մոտենում է եւ ինձ վիրավորում է, ես էլ ենթադրենք իրեն հակադարձում եմ։ Դա քարոզչություն է, հակաքարոզչություն է, դա ինչ է։ Այսինքն ըստեղ այնքան տարածական եւ առանձգական է սահմանված այս գաղափարը, եւ ընդ որում մեկնաբանությունը միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է տա, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը կարող է որոշել։ Ձեզ գրանցում է, ձեզ չի գրանցում եւ բնականաբար ելնելով իր ճաշակից էլի, ասենք եթե դուք 5 տարի առաջ որևէ մեկի հասցեին որևէ քննադատական խոսք եք ասել, դա ֆորմալ իմաստով այս օրենքի համար հիմք կարող է հանդիսանալ դիտորդական առաքելություն չգրանցելու։ Սա ուղղակի այս օրինակն եմ բերում, որովհետեւ մենք պատկերացնենք, թե օրենքի մեջ ինչ աբսուրդ է իրականում նախատեսված, որը բացարձակ կամայականության առիթ է։ Հիմա եթե սա բավական չի, օրենքի նախագծի քննարկման ժամանակ օրենքի նախագծի համահեղինակ, իսկ իրականում գլխավոր ջատագով Արուսյակ Ջուլակյանը, падգամավոր քաղաքացիական պայմանագրից, հարկի անհարկի պարբերաբար նշել է մեր կազմակերպության անունը, ավելին նա նաև ներկայացրել է, որ մեր գործունեությունն է հիմք հանդիսացել այսպիսի հրեշավոր օրենքի նախագիծ ազգային ժողով լիագումարնից բերելու համար։ Մասնավորապես ասելով, որ դեռ Գյումրիից էր, իսկ հետո Վաղաշապատում եւ այս կազմակերպությունները ստեղծված են մեր կողմից անցկացվող ճակերտներով ժողովրդավարական ընտրությունները վարքաբեկելու դրանց վրա բիծ գցելու համար եւ այլն։ Գործող վարչախումբը նոր տերմինոլոգիա որդեգրել Հայաստանի դեմ մղվող հիբրիդային արշավ, հիբրիդային պատերազմ եւ այլն, եւ եթե նախկինում ձեզ պիտակավորում էին որպես նախկին, որպես կոռուպցիոներ, որպես ենթադրենք ռուսամետ եւ այլն, հիմա էլ դուք դառնում եք հիբրիդային, այսինքն եթե դուք դրանց ոչ մի պայմանին առավես չեք բավարարում, բայց շարունակում եք պայքարել իրանց դեմ, ուրեմն դուք դառնում եք Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասնակից։ Եվ ըստ էության, որպեսզի իրանք հաղթող դուրս գան, այսպես ասած հիբրիդային պատերազմում, իրանք որոշել են բառի բուն իմաստով ոտնատակ տան ժողովրդավարության վերջի մնացորդները երկրում։ Դիտորդական առաքելությունները պետք է հասկանալ, ի վերջո դրանք ընտրությունների օրինականությունը եւ հանրային վերահսկողությունը երաշխավորող կարևորագույն ինստիտուտներ են։ Եվ եթե այս մարդիկ բացարձակ ասիմետրիկ կերպով հայտարարություն են անում, որ մենք սա քննարկել ենք նորմալ դիտորդական առաքելությունների հետ, ակնարկելով, որ ոչ նորմալների հետ, այսինքն որոնք իրանց քաղաքական համոզմունքը չեն կիսում, նրանց հետ դա չեն քննարկել, արդեն դրանով իրանք դիտորդական դաշտը բնականաբար բաժանում են յուրայինների եւ հակառակորդների, արդեն դրանով քաղաքականացնում են հենց այդ նույն դիտորդական դաշտը, Մենք հիմա մտածում ենք, որ բնականաբար այս օրենքի նախագիծը ոչ միայն հրեշավոր է իր էությամբ հակաժողովրդական, այլև մեր սահմանադրական իրավունքներն է ոտնահարում, ինչպես ես արդեն ասացի, խոսքը առաջին վերաբերվում է Սահմանադրության 79-րդ հոդվածին, որոշակիության սկզբունքին, բայց գուցե նաև այլ
կետեր կան սահմանադրության, որոնք խախտված են, ուստի մեր իրավաբանների հետ մենք հիմա վերլուծում ենք օրենքի նախագիծը, որպեսզի ըստ հնարավորության բողոքարկենք այն սահմանադրական դատարանում։ Իհարկե մենք բողոքարկող սուբյեկտ չենք, ինչպես հասկանում եք, բայց կան բողոքարկող սուբյեկտներ, ինչպիսին է օրինակ Մարդու իրավունքների պաշտպանը, Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը, Հանրապետության նախագահը եւ այլն, եւ մենք գտնենք տարբերակ այդ բողոքարկումը իրականացնելու։ Բայց եթե նույնիսկ մինչև ընտրությունները դա տեղի չունենա, մենք համոզված ենք, որ մենք ձև կգտնենք մեր քաղաքացիների քվեն պաշտպանելու։ Եվ ավելին, այս գործող վարչախմբին ուզում ենք ասենք հետևյալը, եթե դուք փորձեք մեր քաղաքացիների քվեն գողանաք, դա ձեր մոտ չի ստացվելու միևնույնն է։ Մենք հետամուտ ենք լինելու նրան, որ մեր երկրում ընտրություններով հնարավոր լինի իշխանափոխություն իրականացնել, որովհետեւ դուք վերջին ինստիտուտը, որը մնացել է, ընտրությունների ինստիտուտը, դա ըստ էության չչեղարկեք ձեր կողմից ընդունված հրեշավոր օրենքներով, օրենքների նախագծերով եւ դրանով ընձեռնվող վարչական հնարավորություններով։ Մենք բոլորս միասին, նաև դուք հարգելի գործընկերներ եւ հավել հարգելի ունկնդիրներ, պետք է շահագրգռված լինենք նրանով, որպեսզի մեր երկրում ընտրությունների միջոցով հնարավոր լինի իշխանություն ձևավորել եւ մասնապես նաև նախկին իշխանությունը փոխել։ Ուստի դա կարևորագույն ինստիտուտն է, որը դեռևս կա Հայաստանում, իդեպ ես հիշեցնեմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով բազմիցս է այդ ինստիտուտը չարաշահվել։ Բազմաթիվ ընտրված տեղական ինքնակառավարման ավականու անդամներ եւ համայնքապետեր այս վարչախմբի կողմից ռեպրեսիաների են ենթարկվել։ Մենք դա էլ ենք հիշում։ Բայց մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այս վարչախմբը վերջի, այսպես ասած, բաստիոնը հնարավոր համապետական ընտրությունները իր գործունեությամբ այլասերի եւ դարձնի դրանք բացարձակ անիմաստ։